Բարև ձեզ, այսօրվա մեր նոբինարը 1981 թվականի բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի մասին է, ինքը շատ հին է թվում, բայց շատ կարևոր բացահայտումների մասին է ուղեղի կիսագնդերի, կենտրոնների ու տեսողական համակարգի մասին, կարճ ասած խոսելու ենք ուղեղից, ու այսօրվա մեր խոսնակը, էլի ես չեմ, Կարինե Մելքումյանն է, հոգեբան և նեյրոֆիզիոլոգ, մնացածը Կարինեն կներկայացնի և իրեն, և թեման։ Կարինե ջան, լսում ենք ձեզ։ Ողջույն բոլորին, շնորհակալություն Արթուր ջան, ես չգիտեմ, որ ես պետք է հələ ինձ ներկայացնեմ։ Ես երևի ասեմ ինչու եմ ինձ իրավունք վերապահել այս մասին խոսել, ես չեմ այդ իրավունքը վերապահել, Արթուրն է վերապահել, որովհետև հա ես նեյրոֆիզիոլոգ եմ, նեյրոնային ցանցեր ուսումնասիրում եմ, բայց իմ ավելի հավասարակշռային ու վեգետատիվ համակարգերի նեյրոնային ցանցերն ա եղել, հենց էլեկտրոֆիզիոլոգիայով իմ գիտական թեմա, որ 25 տարի ուսումնասիրել եմ, եթե պարզ լեզվով ասենք, այդ շատ ավելի պրիմիտիվ բան է, քան այն ինչ որ ուզում եմ այսօր ներկայացնեմ, այսինքն այս ուղեղի կեղև պիտի խոսենք, իսկ ուղեղում հիերարխիա կա, կեղևը ամենան է։ Ամեն դեպքում նեյրոնային ցանցերը բնույթով իրար նման են, ես ուզում եմ ասեմ, որ հենց այս թեմայի հետ իմ գիտական կարիերան այդքան էլ չի առնչվում, բայց այն որ էլի նեյրոնային ցանցեր եմ ուսումնասիրել, ուղղակի մի քիչ ավելի համեստ դա թույլ է տալիս մատչելի բացատրեմ այս, որը սկիզբ դրեց ինչին շատ կարևոր էր, Ռոջեր Սփերին չէր, որ հայտնաբերեց, որ ուղեղի կիսագնդերը իրարից տարբերվում են, որ տարբերվում են այդ մի դար առաջ արդեն հայտնաբերվել էր, բայց Սփերին ցույց տվեց, որ ֆունկցիոնալ ավտոնոմիա ունեն իրանք, այսինքն առաջ կարծում են, որ ձախ կիսագունդը դոմինանտ է, աչը ոնց որ սենց լուր սուսուփուս ենթարկվում է ձախին, ձախի ինչ ասի, աչը այդ կանի։ Ռոջեր Սփերին ասեց, որ չէ, համ աչքն է շատ կարևոր կոգնիտիվ ֆունկցիայի համար, համ ձախը։ Երբ որ ասում ենք կիսագունդ, որ այդ լավ պատկերացնենք, այս էլ պատմական փաստ ամեն դեպքում չխեղաթյուրենք, Սփերին մենակ չստացավ 81 թվականին այս Նոբելյան մրցանակը, այլ իրանք հավասար կիսեցին մեկ այլ գիտական էլի ամերիկյան խմբի հետ, Դեյվիդ Հյուբելի ու Վիզելի ղեկավարությամբ, որոնք վիզուալ տեսողական ազդակների ոնց որ վերլուծությանն էին վերաբերվում, էլի այնտեղ էլ հայտնաբերվեց նոր տեսակի, լրիվ նոր որակի նեյրոնային ցանցեր, որոնք իրանք կոչեցին սյունակներ, դրանց մասին դեռ կխոսենք, բայց մինչև այդ պետք է մոտավոր բանը պատկերացնենք ուղեղ ասածը ինչ է։ Շատ կարևոր, կարող պարզ է հնչում, բայց կարևոր է նորից ասեմ, որ շատ մարդկանց թվում է, որ ուղեղը մենակ մտածելու օրգանն է։ Այս միֆը ցրելու համար ուղղակի ասեմ, որ ուղեղի բջիջների կազմից, նեյրոնների 86 միլիարդ նեյրոններից մենակ 6 միլիարդն են զբաղված մտածելով, այն էլ երևի թե Սփերի ու Հյուբելի ուղեղում, մեր ուղեղում հələ կարող է մի 4-5 միլիարդով սահմանափակվենք, էլի, այսինքն 4-ից 6 միլիարդ 86-ից, լսեք թվերը, ընդհանրապես 4-ից 6 միլիարդն են կոգնիցիայի, մտածելու, տրամաբանելու, երևակայելու համար պատասխանատու։ Այն մնացած 80 միլիարդը պատասխանատու են շարժվելու, էմոցիաներ գեներացնելու, հավասարակշռությունը պահելու, ադապտացվելու, սիրտը կարգավորելու, շնչառությունը կարգավորելու համար։ Սրանք պրոցեսներ են, որ ուղեղի մեծ զանգվածն է դրա համար պատասխանատու։ Բայց երբ ասում ենք ուղեղի կիսագնդեր, այդ հասկանում ենք հենց կեղևը, այսինքն հենց այդ վերլուծական բաժինը, բայց ելի մեկը ինքը մենակ միտք չի վերլուծում։ Վերլուծում է նաև, հա, հենց նույն ջերմաստիճանը վերջնական է, որ ասում ենք, հիմա ցուրտ է, սա նոր միտք առաջացավ։ Բայց մեր ուղեղը նաև առանց մեր ասելու, որ հիմա ցուրտ է գնամ շոր հագնեմ, երբեմն ռեֆլեկտոր մակարդակով շորը հագնում քնած ժամանակ վերմակը քաշում է, թե մրսում ենք ոտքերի եւ այլն, այդ ամեն ինչը էլի մեկա ուղեղն է անում։ Այս ուզում եմ ուղղակի ասել։ Հիմա ուղեղը ունի երկու կիսագունդ եւ ունի հիերարխիա։ Այդ բաները պարզ կառույցներն են իրա, հա, այս պոչային հատվածում գտնվողները, այստեղ այսքան տեղը դասավորված են այդ սիրտ, թոք, լյարդ, կարգավորող, հա, արյան ճնշում, չգիտեմ, արսողություն, արտասատություն եւ այլն, այս ամենը կարգավորում են այս մակարդակով, երբ որ շատ պետք է, այս վերին խավերը կարող են խառնվել։ Բայց
Այստեղ այսօր սփերի հետազոտությունը վերին խավերի մասին է։ Սփերին այս կանաչ գիծն է մեր շատ կարևոր, որ հիշենք, սփերին հասկանալու համար այս բրտաձև մարմինն է, որը կեղևի այդ վերլուծական բաժինների մեջ կապն է ստեղծում, աջ ու ձախ կիսագնդերի։ Այդ աջ ու ձախ այստեղ կարմիր կապույտով են մեջտեղի նկարում, իսկ այստեղ տեսնում եք ոնց որ կիսած լինի, հա, այս բaragայում մենակ աջն է, մեջտեղից կիսած է, եթե հատենք, այս տեսքը կունենանք, աչքերը մոտավոր այստեղ է, այստեղ է ծոծրակն է, սա էլ արդեն ողնուղեղն է իջնում ներքև, եւ այս բրտա մարմնի մասին շատ ենք խոսելու, այս կանաչ գիծը, որը կեղևի վերլուծական բաժինների մեջ կապն է։ Մինչև սփերի հետազոտությունները արդեն հայտնի էին դեռ 61 թվականին Պոլ Բրոկան հայտնաբերեց, որ ձախ կեղևում ճակատային բլթի ինչ-որ մի մաս պատասխանատու է խոսքը հասկանալու եւ վերարտադրելու համար։ Չէ, տնենք հասկանալը չէ, մենակ վերարտադրելու համար, դա Բրոկայի կենտրոն կոչվեց, այս մանուշակագույն նշվածն է, այստեղ մի քիչ թեք է տված ուղեղը, որ կարողանանք կենտրոնները լավ տեսնել, սա Բրոկայի կենտրոնն է։ Ոնց հայտնաբերեց, շատ պատահաբար, ուներ մի հատ հիվանդ, Թան անունով, այս Թանը ամեն ինչ հասկանում էր, բայց չէր կարողանում խոսել, խոսքի վերածեր, կապակցված, իմաստ արտահայտող տնտեսի շարադասությամբ նախադասություններ չէր կարողանում ասել։ Հետո արդեն մահից հետո, երբ որ ուղեղը ուսումնասիրեցին, տեսան, որ այդ հատվածը իր վնասված էր տրավմայի արդյունքում, դա ինձ հայտնաբերվեց։ Հետո արդեն կամաց ավելի նոր տեխնոլոգիաներում հիմա հաստատված է, որ այս Բրոկայի կենտրոն կա, որը պատասխանատու է մեր միտքը բառի վերածելու համար, եւ սա կոչվում է խոսքի շարժական կենտրոն։ Ոնց որ մեր լեզուն, հա, բառային համակարգը շարժի, որ կարողանանք խոսել։ Բայց խոսքի ընկալման համար պատասխանատու է ուրիշ կենտրոն, դա Վերնիկեի կենտրոնն է, այս կանաչով պատկերվածը, որը 1874 թվականին էր հայտնաբերվել արդեն։ Այս երկուսն էլ եւ Բրոկան եւ Վերնիկեն կան միայն ձախ կիսագնդում։ Այս սա էր, որ մարդկանց նեյրոկենսաբաններին տալիս էր այն միտքը, որ ձախը շեֆն է, որովհետեւ խոսքը համարվում է մարդու ամենավերին ֆունկցիան, խոսքի ձևավորումը, միտքը, մտածելը եւ այլն։ Եվ ասում են, որ ձախը թելադրում է, քանի որ միտքն էլ այնտեղ առաջանում, հա, երևակայությունների, աչքը ենթարկվում է, լուր ուղղակի գործանում։ Հայ ասում են առանց աչի ելիոլա կգնանք։ Բայց այս վերաբերում է մենակ կեղևային մակարդակին։ Սիրտով լյարդը են, որ ստորին է, իրանք համարյա սիմետրիկ են, լրիվ իհարկե սիմետրիա չկա, որ ձախ աչքերն էլ նոր սիմետրիկ չեն, հա, ականջներն էլ եւ այլն, նույնիսկ տենց ասիմետրիա կա նաեւ ուղեղում, ցածր կառույցներում, բայց խոսքի կենտրոնը լրիվ sense բան է, էլի, հա, մենակ ձախում է տեղակայված։ Դրա համար ձախ կողմի ինսուլտը խոսքի համար շատ վտանգավոր է, քան աջակողմյան ինսուլտը, ու ինսուլտն էլ թարսի պես ավելի ձախակողմյան է խփում, որտեղ խոսքի կենտրոնը ավելի շատ էներգիա կենտրոնացնում։ Այս գիտելիքների հիման վրա շատ պատահական, ոնց որ բոլոր աշխարհի այն գյուտերը, որոնք իրոք Նոբելյան մրցանակի արժանի են, իդեպ Բրոկայի ու Վերնիկեի գյուտերն էլ են արժանի Նոբելյան մրցանակի, բայց Արտուրը կարծեմ կհաստատի 1901-ից են, չէ՞, Նոբելյան մրցանակ սկսել տալ, այստեղ տեսնում եք թվերը մի քիչ 40 տարի հետ էր ընկել, թե չէ համ Բրոկան, համ Վերնիկեն հաստատ Նոբելյան մրցանակ կստանային, սա ունիկալ էր։ Հա, մի հատ էլ sense շատ կարևոր բան ասեմ։ Այս սլակները, որոնք կան, նեյրոնային ցանցերն են, այստեղ աղեղներ են, խրձեր են, որոնցով Բրոկան ու Վերնիկեն իրար հետ հաղորդակցվում են, ու դրանք անցնում են այս դեղին, այս նկարը հատուկ եմ ընտրել, որ ցույց տամ, այս դեղին գոտիով, որը շարժողական կեղևն է։ Այստեղ թաքնված է ամենակարևոր այն միտքը, որ մարդիկ ասում են, բայց մեխանիզմը տենց լավ չեն հասկանում։ Ինչից է, որ մոտորիկան նպաստում է խոսքի զարգացմանը երեխեքի մոտ։ Եվ նաև մեծերի մոտ էլ, հա, եթե արդեն խոսքի ֆունկցիան գնում է մի քիչ նվազման, դեմենցիայի բանի արդյունքում մանր-մունր այս շարժումները դրդում է, ոնց որ այս իրանց արանքում ընկած այս մոտոր գոտին, հա, կենտրոնական գալերը, որը ընկած է այս ճակատային ու քունքային բլթերի մեջտեղում,
որտեղ գտնվում են երկու խոսքի կենտրոններ, այսօր ակտիվանում ոնց որ մի հատ կամուրջ է ստեղծում։ Դրա համար մոտորիկը շատ կարևոր է խոսքի ճիշտ զարգացման եւ ընկալման եւ վերարտադրման համար, ինչքան էլ պարադոքսալ է, ձեռքը շարժում ենք, ավելի լավ ենք խոսում։ Հիմա ինչ արեց մեր ուրեմն Սփերին աշխատում էր նեյրոկենսաբաներ, Ամերիկայում աշխատում էր էպիլեպսիայի կենտրոնում։ Էպիլեպսիան նեյրոնային առումով ինքը այուն, տենց կպչուն, չանցնող ու հələ որ այդքան ոչ լավ հասկանալի պատճառից բռնկվող նեյրոնային ցանցափ շղթա է։ Ոնց որ էպիլեպսիան, եթե նեյրոնների լեզվով ասենք, sense մի հատ կլոր շրջանով լիքը հազարավոր, կարող է միլիոնավոր նեյրոններ ակտիվանում են, sense մրիկի պես պտտվում են անընդհատ, անիմաց, sense ինչ որ մրիկ են առաջանում է էպիլեպտիկ նոպա։ Հիմա այս էպիլեպտիկ նոպան կարողանում է տարածվել երբեմն, դա գեներալիզացված էպիլեպսիա հիվանդություն է, երբ որ ոչ թե մի կեսում է առաջանում, այլ անցնում է մյուս կեսին էլ։ Պատկերացրեք, օրինակ կեղևի մի կեսում, շարժողական մի կեսում առաջացավ, ոնց որ մի կեսը կարա ցնցվի, կա տենց էպիլեպտիկ նոպաներ, բայց հենց անցավ մյուս կեսին, այն մյուս կեսն էլ է սկսում պարալիզվել ու արդեն կարող է շնչառքել ակումբից մարդը մահանա, մկանային ջղացքումներից եւ այլն, հա, որտեղ շնչառական մկանները կարող պարալիչի ենթարկվել։ Այս գեներալիզացված էպիլեպտիկ նոպաները այս թվերին բուժում էին վրտամարմինը կտրելով։ Այդ աջ ու ձախ կեղևի, հա, կիսագնդերի մեջ եղած կապը, որը իրանից մի քանի 100 միլիոն սինապս է ներկայացնում, կարող է նույնիսկ միլիարդի հասնի, տղեր աղջիկեր հավասարեք, աղջիկների մոտ ավելի շատ են այս կապերը, մի քանի 100 միլիոն անգամ, քան տղամարդկանց մոտ, դրա համար տղամարդիկ կամ լոգիկ են, կամ ուտոպիկ են, պահի ազդեցության տակ, բայց եթե լոգիկան է միացած չոտքի լոգիկան է, եթե երազանքն է միացած չոտքի երազանքն է, կինը կարող է մի ականջով երազի, այլ մի ականջով բանանի, հա, ու այդ ապացուցված է հենց այստեղ հենց բրտամարմինն է, էլի այստեղ կապը աջ ու ձախի իրար հետ է, եթե ակտիվացման տեսակետից ասենք, կնոջ մոտ ավելի շատ է աջ ու ձախը իրար հետ միաժամանակ ակտիվանում, քան տղամարդու մոտ, էլի, հա։ Հիմա այս կապը կտրում էին, որպիսի նոպան կյանքին չսպառնա էպիլեպտիկ հիվանդների մոտ։ Այս ինչի համար են շատ կարևորում ու ասում, որովհետև լիքը գրականության մեջ ասում է, որ սփերին բռնել է, վրտամարմինը կտրել է, հատել է ու բանա, հետազոտել է մարդկանց, այդ ոչ էթիկա նորմի է համապատասխանում, ոչ բան, էլի իրականում ինքը օգնելու համար էր վիրահատում եւ ինչ հայտնաբերեց։ Այստեղ շատ կարևոր մի ինֆորմացիա կա, որը մինչև հենց այս բուն իր փորձը հասկանալը պետք է մի հատ այդ հասկանալ։ Մեր ուղղակի կառուցվածքը խաչվածքներով է գնում։ Վիզուալ դաշտից, բայց դաշտից, ոչ թե աչքից, հա, երբ որ մենք նայում ենք օրինակ աչ, ասենց երկու աչքով էլ ընկալածը, աչ կողմից, մեր միջին գծից աչ, եթե նայենք, եթե ասենց ուղիղ նստենք, այս քթով ասենց մեզ կիսենք ու աչ նայենք։ Աչ նայած ամբողջ ինֆորմացիան, եթե դիրքը ասենց է, մենք կոնկրետ ուղղորդված աչ ենք նայում, ամբողջ ինֆորմացիան կգնա ձախ կեղև տեսողական։ Եթե այս նույն գծով նայենք ձախից ինֆորմացիան կգնա աչ կիսագունդ։ Այս առանձնահատկությունն էլ արդեն գիտեի, մենք ունենք տեսողական խաչվածք, ու երբ որ բրտամարմինը կտրում են, հատում են, որը կոմիսուրոտոմիա է կոչվում, խաչվածքին բանի չեն հասնում, որովհետև դրանք շատ ավելի ներքևի օղակներում են խաչվում, դրանց ձեռք չենք տալիս, այս բրտամարմինը կեղևի կեսերի կապն է, էլի մենակ։ Հենց ու շարունակում է մարդը աչ նայելուց ընկալածը ուղարկել ձախ կես եւ ձախը աչ։ Պարզ եմ բացատրում, թե չէ, ուզում եմ այդ հասկանամ, եթե հարց կա, լավ կլինի տակ։ Շատ պարզ է։ Հա, դաժե պրիմիտիվ է, բարդացնեմ։ Կարող եք բարդացնեք, չգիտեմ։ Ես մի հատ հարց բանի մասին էի կարդացել, որ բայց փոքր ժամանակ մարդուն ինչ որ ուրիշ ցուցումով էլի հետազոտելու համար չէ, որ մի կիսագունդը հեռացնում են ու ինքը
բանը որ զարգացած չի էլ ուղեղը, այն մյուս կիսագնդի ֆունկցիաները վերցնում է, թե այդպես բան չկա։ Չէ, եթե այդ ծնված նորածնային շրջանի Հա, մասն է, դες զարնային զարգացում։ Չէ, ծնվելուց հետո, հա, խոսքի կենտրոնները զարգանում են հետո, բայց իրանք արդեն սաղմնադրված ծնվում են, այսինքն եթե աջ կիսագունդը հեռացնեն, գուցե կոմպենսացիա կգնա, ոչ լիարժեք, բայց կգնա, բայց եթե ձախ կիսագունդը հեռացնեն, կոմպենսացիան խոսքի կենտրոն դժվար թե վերականգնվի, նաև տրամաբանության, նայեք աջ կիսագունդը մենակ այդ կիսագնդով մաքսիմում մինչև 20-ը գումարել հանել կարողանա, բայց նույն հանել չէ, հենց այդ էլ է շատ հետաքրքիր տվյալ աջ կիսագնդով կան չէ, որ վնասվել են, տրավմա են ստացել, հա, տենց են հետազոտում այդ մարդկանց մոտ, նույնիսկ մանկության տարիներին, զարգացումը գնում է մինչև գումարման ֆունկցիա, մինչև 20 թիվ աջ կիսագնդով, այդ կարգի տրամաբանությունը ձախի վրա է հանգած, էլի, պատկերացրիք, Իսկան կոմպենսացիան այդքան քիչ է, նույնիսկ հանելը հնարավոր չի։ Բազմապատկել մինչև 20-երի կարողանում են ինչ-որ ձևով պատկերացնեն, բայց բաժանել էլի չեն կարողանում։ Ուղեղի համար միշտ ավելացնելը ավելի հեշտ է, քան պակասացնելը այդ պրոգրեսիայի հետ է կապված, էլի ժամանակը մի ուղղություն ունի միշտ առաջա գնում, հա, այդ կա առաջ գնալը ավելի հեշտ է, քան հետ գնալը, ուղեղի համար գումարում ու բազմապատկումություն առաջ քայլելը հանելն ու բաժանելը հետ չեն կարող, չեմ կարծում, որ ինչքան փոքր սաղմնային շրջանում հա կկոմպենսացվի, կարծում եմ, նայած ոնց կվիրահատվի, ինչ ձևով, միգուցե իմպլանտացվի բանի, այ ուրիշ հարց, Արտաշես, եթե հեռացումից հետո իմպլանտացիա է կատարվել նեյրոնների, այս միգուցե նորածնային շրջանում։ Ես հիշեցի ինչ էր անունը, հեմիսֆերոկտոմի։ Հա, հեմիսֆերը այդ հենց կիսագունդն է։ Հեմիսֆերը մեր այս որ ասում եմ աջ եւ ձախ կիսագունդ, left and right, հեմիսֆերա կոչվում ուղեղի։ Հեմիսֆերը տոմի կլինի օրինակ, հա? Հեմիսֆերոկտոմիա։ Հա, հա։ Որ մի մաս հանում են, էլի։ Մի մաս, հա, բայց ոչ ամբողջ։ Դուք ասում եք ամբողջ կիսագունդը հանենք, հա, դա գրածա։ Հիվանդ կիսագունդն են հանում, բայց թե ի նկատի ունեն, ես չգիտեմ, էլի։ Դա ինչ որ ախտահարված մի մաս, հա, նենց մասեր կան, այդ գեղևում նենց մասեր կա, որ իրոք կարող են, սենց մեր դասախոսներ են պատկերավոր ասում, թույլ տամ ինձ էլ էդ ասել, մի գթալ հանել, ճաշի գթալ նենց լավ, ու կոմպենսացիան կգնա, բայց շատ կարևոր է որտեղից, որ հատվածից, էլի, այդ շատ կարևոր է, տեսողականից հանենք, չի գնա, որտեղ տեսողականը ամենամեծ կայական դաշտն է եւ այլն։ Հիմա բարդ մասը հիմա էր գալու, դրա համար ասի, մինչև հիմա պարզ էր թե չէ, ասիկ պարզ էր, հիմա դե հասկանանք, այս նկարները փորձենք հասկանալ, նայեք, այս մեջտեղի նկարում արդեն փաստորեն գնացել է ապրտամարմի հատումը, այդ կետը էկրանին դրված կետը ոնց որ այդ միջին գիծն է խորհրդանշում, այսինքն հետազոտվողը, հիվանդը նայում է այդ կետին, որ աջ ու ձախ չշարժի, էլի, հա, գլուխը անշարժ պահած դիրքով, մի հատ ֆոկուսը բռնում է այդ կետի վրա, ու կետից աջ տեսնում եք իր աջ կողմում վերևում է մի հատ բառ, իրանք տալիս են հենց face բառը գրել, face բառը, երբ որ աջ կողմում էր, ինքը արտատպվում է, արտատպում չի, այս հենց մյուս հետազոտողների բանն է, որը հասնենք ասենք, բայց այդ face բառը գալիս հասնում է, որ վերլուծվի ձախ կիսագունդ, հա? Երբ որ աջ կողմից գալիս է ձախ կիսագնդում խոսքի կենտրոններն են, ակտիվանում են, ու մարդը կարողանում է կարդալ այդ face բառը, բառ որպես կարողանում է կարդալ։ Աջ կողմի նկարում, տեսեք, երբ որ ձախ կողմում էին գրում բառ, ցանկացած բառ, հա, այդ բառը չէր կարդացվում։ Բառը չէր կարդացվում, որովհետև ձախ կողմից գալիս էր աջ կիսագունդ, որտեղ կարդալու ունակություն չկա։ Բայց կա
պատկերելու ունակություն։ Այստեղ face bar-ը գրած է, բայց իրականում ոչ թե face են գրել, այլ հիմա face-ը նկարել են, ոնց որ մատիտով որ նկարել է, այդ face-ի տեղը արդեն ոչ թե գրում էին տարերով, այլ նկարում էին դեմք, մարդը առանց ճանաչելու ինչ է այդ, առանց բառայնացնելու, վերբալիզացնելու ինչ է տեսնում, որովհետև ճակերտավոր ասենք չի տեսնում։ Այսինքն ուղեղը տեսնում է, տեսողական կեղևը տեսնում է, բայց քանի որ այս աջ կողմում է տեսել, ձախ կողմի հետ կապը չկա, ձախ կողմին չի կարողանում հաղորդի, որ այն թարգմանի բառի վերածի, ինչ է տեսնում։ Այս հասկանալն է մի քիչ բարդ ինձ թվում է, բայց հուսում եմ հասկանում ենք, չէ՞։ Ոնց որ Ինչպես, բառի չի վերածվում, բայց պատկերը տեսնում է։ Դրա համար հիմա տեսեք, կարողանում է դեմքը տեսնելով ավտոմատ ձեռքով վերարտադրել այդ պատկերը։ Առանց հասկանալու, էլի չի ջողում ինչ է նկարում, բայց ասում են արտա պատկերը դուր, ինչ որ բան կա, ինչ որ բան տեսնում ես, չի կարողանում հասկացնել, բացատրել ինչ է տեսնում, բայց կարողանում է նկարել։ Բայց երբ որ էլի տեղերով փոխվում են, աջ ձեռքով էլ արդեն չի կարողանում նկարել։ Պատկերացրեք ոնց է հայտնաբերել սփերին կիսագնդերի դերը։ Այս ինչ է նշանակում, որ աջ կիսագունդը պատասխանատու է տարածական ընկալման համար, տարածության մեջ պատկերի ձևը, ձևաբանական այդ վերլուծության եւ այլնի համար, ձախ կիսագունդը հիմնականում էլի մեկը բառերի համար, տրամաբանության համար եւ վերբալիզացիայի համար։ Իսկ մինչեւ այդ գտնում էին, որ աչը ուղղակի ենթարկվում էր ձախին։ Մյուսը, որը գտավ, դա էմոցիաներն էր։ Նայեք, այս հատված բրտամարմնով բաները, ուղեղներով մարդիկ էմոցիաները մարդու դեմքի վրա, իրական մարդկանց դեմքի վրա կամ էմոցիայի նկարներ, պատկերները, այդ նույն այդ սմայլիկներ, բաները կարողանում էին տարբերակել մենակ, եթե այդ իրանց մատուցվում էր ձախ կողմից, որովհետև գնում էր աջ կեղև։ Փաստորեն իրանց մոտ կապը չկա։ Մեր դեպքում, որ առողջ ենք, աչից էլ ցույց տան, ձախից էլ կվերլուծենք, բայց եթե աջ կողմից մեզ գա, օրինակ, տխուր մի հատ դեմք, ինքը կգնա ձախ կես, այս ձախ կեսում կլինի ոնց որ թե տխուր է, ու հետո կփոխանցվի ինֆորմացիան աջ կիսագնդին, որ հələ մի հատ տես այդ պատկերը համապատասխանում է տխուր վիճակին, թե չէ, որովհետև էմոցիաների վերլուծության համար ավելի պատասխանատու է աջ կեսը։ Բացառությամբ երկու էմոցիայի՝ վախ ու զայրույթ։ Այս էլ ցույց տվեց Ռոջեր Սփերին, այս երևի լավ էսա կասը, ուրեմն նայեք, վախն ու զայրույթն ընկած են ագրեսիայի տակ։ Հիմա մի քիչ ռիսկային նախադասություն եմ ասելու, այս մոդելով, եթե իրան համարենք որպես բացարձակ ճշմարտություն, այս ինչ որ տրված է, ու կիսենք մարդկանց, ի դեպ հենց Սփերին էր ասում, որ Պավլովներ դեռ ասում իրանից 100 տարի առաջ, որ մարդիկ լինում են ավելի կոգնիտիվ ու ավելի արտիստիկ, ավելի մտածող տեսակ մարդկանց ու ավելի արվեստագետ տեսակ, դե Սփերին է, որ ցույց տվեց, որ աջ կիսագունդը արվեստի համար է պատասխանատու, որովհետև այստեղ էմոցիաներն են, տարածական ընկալումն է, ձախը տրամաբանությունն է ու վերլուծական միտքն է, բառայնացված։ Բայց երկուսը իրար հետ են իհարկե տալիս ամեն ինչ, Հիմա էմոցիաների տեսակետից է, փաստորեն ձախը ագրեսիվն է ավելի։ Այնտեղ էմոցիաների համար մենք ունենք նշակորիզահամալիր, հետո Սփերից հետո շատ ավելի հետո ռադիոակտիվ թթվածնով կատարվող արտենյամեր հետազոտությունները, ռենտգեն հետազոտությունները ցույց էին տալիս արդեն հիմա շատ է զարգացել էլի ուղեղի հետազոտական տեխնիկաները, ուղղակի տալիս են մարդը շնչի ռադիոակտիվ թթվածին ու մտածի ինչ որ մի բան, ու տեսնում են ուղեղի որ հատվածով է կոնկրետ այդ միտքը մտածում։ Ակտիվացնի ինչ որ մի հատ պատկեր, որովհետև ուղեղը կլանում է ուղղակի ռադիոակտիվ թթվածինը այդ հատվածում, որտեղով որ աշխատում է, պատկեր է ստեղծում, երաժշտություն է լսում եւ ինչ անում, ամենաժամանակակից մեթոդը հիմա ուղեղի
տարաֆունկցիոնալ այդ բանը բացահայտելու հետը, հա, դրանով հաստատվել է լրիվ սփերի ասածները, չնայած լիքը ճուզողներ ուներ, ես որ նայում էի 12 թվականին հատկապես փորձել են հերքեն այս մարդու գյուտը, որի անի բլեֆեր բաներ, լիքը տենց հոդվածներ գտա, ինչ կարդացի, պես չէ, ոնց որ PR-ի համար էին անում, մեկը սփերին իրան արել։ Հիմա ինչ է ուզում ասել ռիսկայինը։ Արվեստագետները ըստ էս ուղեղի կոնստրուկտի պետք է լինեն ոչ ագրեսիվ։ Հայ, որովհետև արվեստը ավելի շատ խթանում է աջ կեղևը, կիսագունդը եւ երաժշտությունն է, դեպ ձայնային կեղևն էլ ավելի լավ, ասիմետրիկ զարգացած է աջ կիսագնդում, երաժշտությունը, հա, նոտաների տարբերակումը եւ այլն։ Լսողական կեղևը ամբողջությամբ աճում ավելի շատ է զարգացած, քան ձախում ու առավել քան երաժշտության լսողությունը ու հարմոնիկ երաժշտություն աճնաբանան։ Տարածականներ այդ կավը, նկարչությունը, գունային, էմոցիոնալ, այս ամեն ինչը հատկապես ձեռագործ արվեստներին բնորոշ բաներ են, էլի, հա, այդ կավի հետ քանդակագործները, նկարիչները, ըստ էս տեսության պետք է լինեն ավելի բարի, ավելի ոչ նյարդայնացող մարդիկ, որովհետև իրանց մոտ ձախ կիսագունդը ավելի պասիվ է ու զայրույթի ու վարդի կենտրոնները, որոնք ագրեսիայի հիմքում են ընկած, պետք է քիչ լինեն։ Այսքանը Ռոջեր Սփերից։ Ձախլիկն ու աչլիկը կապ ունի, հա, այսինքն ձախլիկը աջ կիսագնդով է, թե էդի Հա, այդ հետազոտությունները կան, մարդկության մոտ 7%-ն է ձախլիկ, իծն է, նույնիսկ եթե փոխում է աչն ու ձախը, մեկը իրանց ինֆորմացիայի մուտքը գլխուղեղ, գլխանց ուրիշ ձևով է լինում, էլի, հա, որովհետև նայեք, այդ մոտորիկան խոսքն է, չէ՞, եթե մոտորիկան ավելի շատ ձախով անում, ավելի շատ գլխանց զարգանում է աջ կիսագունդը։ Ու հա արվեստագետների մեջ շատ ավելի շատ կան ձախլիկներ, բայց ես մի անգամ տենց նյութ սարքել եմ շատ ուղեղի խթանիչ է, երբ որ ձախլիկը ինչ որ շրջան, թեկուզ մի 2 օր ամսվա մեջ աչով անի ամեն ինչ, աչլիկը ձախով անի անսովոր ոչ դոմինանտ ձեռքով։ Այդ ուղեղի համար ֆանտաստիկ խթան է, հենց այս բրտաձև մարմինն է խթանում միլիոնի տակ, ու աշխատանքային ուղղությունը փոխվում է, պատկերացնում եք, չէ՞, սենց ենք անում, հա, գնում է ակտիվանում է աջ կեսը, հետո ոնց որ բրդում է ձախի, սենց ենք անում, ակտիվանում է ձախ կեսը, հետո բրդում է աջին, որովհետև շոշափելիքի զգայարանը հատկապես հենց մատների, ծայրերի շատ մեծ տեղ է զբաղեցնում կեղևում ու կախված որ ձեռքինն է, հակառակ կողմը ակտիվացնում է։ Այս շատ հավես բան է։ Մեկ-մեկ ձախլիկները աչով փորձեն աշխատել, ճաշուտել, գրել, նկարել, աչլիկները ձախով փորձեն, շատ ուժեղ կխթանի զարգացում։ Հիմա մի հարցել ես անցնենք էլի։ Այս երբ որ կիսագնդերը չեն առանձնացնում իրարից սովորական մարդկանց մոտ, քանի որ աջ կողմը առաջինը ընկալվում է ձախ կիսագնդով, հետո է անցնում աչին այդ տեղեկատվությունը, ամեն դեպքում կարող է մեր մոտելա աջ կողմում եղած բաները ավելի լավ ենք կարդում, հասկանում, քան ձախ կողմը, թե երբ կպածեն տենց համարյա տարբերություն չկա։ Չէ, այս գյուտը, որտեղ, հա, նախ ինչի է այս գյուտը շատ կարևոր, որտեղ պսիխիկան է սենց զարգանում, այս ձեր հարցի տակ էդ էլ կարող եմ միանգամից տան։ Տեսեք, միլիվարկյանների տարբերությունը ընդհանրապես առաջանում էլի, որովհետև սինապսները իրար հետ աշխատում են միլիվարկյաններով, էլի, այնտեղ մոնոսինապսային կապեր են, այդ կոմիսուրալ կապերը աչից ձախ ու ձախից աչ, մեկ սինապսով են, այսինքն շատ այնց հապաղում չկա։ Բայց այդ միլիվարկյանները ինչ են տալիս մեզ կյանքում, որտեղ այս էպիլեպսիկները, ովքեր հատված էին բրտաձև մարմինը, կորցնում էին պերսպեկտիվա, տարածական պերսպեկտիվա, այսինքն տարածության խորությունն ենք մենք տեսնում դրա հաշվին, լսողության պերսպեկտիվա, այսինքն ձայնը լսում ենք, որ կողմից է գալիս։ Հենց կոնկրետ այդ միլիվարկյանների բանով, հա, որտեղ ստեղծախից եկավ մինչև գնում է աջ, գալիս է, բայց լսողությունը 5% ունի ուղիղ գծեր, տեսողությունը չունի, տեսողությունը 100%-ով է խաչվում, լսողականը 95%-ը գնում է ձախից աջ, աչից ձախ, բայց բանը
5%-ը կորում է, բայց տեսեք ոնց է օրինակ լսողության դեպքում էլ հոմենակեսական չի լսում, ասենք ստեղ ձայնա, չէ, այս ձայնը սրան հասնում է շուտ, այս սրան հասնում է ուշ, ու այդ հապաղման հաշվին մենք մոտավորապես կարողանում տարածության մեջ գտնենք ձայնի աղբյուրի տեղը, եթե իհարկե ծանոթ ձայն է, ասենք բանը, էլի ես ինչ անսովոր ինչ-որ մի վիճակ չի, նույնը տարածության մեջ այդ տեսողական աչ ու ձախերը, ստեղ մի տարբերություն մենք ունենք, մենք սենց չենք նայում, Արտուր ջան, այդ սենց նայելու դեպքում է, էլի, ոնց որ ստեղ փագեմ, երկու աչքով դիրքս ուղիղ պահեմ, աչքերս, ակնագնդերս շարժեմ, նայեմ աչ, այս դեպքում ամբողջ իմ տեսողական պատկերը կգնա ձախ, բայց հենց գլուխս թեքեմ, եթե սենց նայեմ աչ, այս իմ աչ կողմն է, բայց իմ տեսադաշտի աչ կողմը չի, տեսադաշտիս արդեն մեջտեղն է, պատկերացրեք ինչ եմ ասում, տեսադաշտն է պետք կիսել, իսկ մենք ռեֆլեքսը մեր ամենաարագ ռեֆլեքսը նայել այն ուղղությամբ, ինչ ուզում ենք տեսնենք, պարանոցային ու ակնային համակցված ռեֆլեքսներ ամենաուժեղն ու ամենակարևորն են մարդու համար, նայում ենք, հենց ինչին նայում ենք, վիզը անկախ մեզնից թեքվում ենք, դեռ եթե վիզը բռնված է, չէ, այս ինչ եղավ, այդ որտեղ այդ ռեֆլեքսը ավելի ուժեղ է, քան կհասցնենք մտածենք, որ այ վիզս բռնված է, կարամ մենակ աչքերով նայեմ։ Դրա համար այդքան տենց շատ չի աշխատի։ Այ հաջորդ այս մեր գյուտ անողները, Դեվիդ Հյուբելն ու Վիզելը, ինչ էին ասում, այս կարող է ստեղ մեզ կարևոր հետաքրքիր է շատ, նորածինը, ասում են, եթե նորածնի, ես ուզում եմ մի հատ անջատեմ, մի հատ ամփոփեմ, այս սփերի վերջին նկարը մի հատ ամփոփեմ, ու նրանցը մի հատ վիդեո ունեմ դնելու, եթե ստացվի բան կանեմ, այս էր, ձախը, որ ավելի ոնց որ մաթեմատիկոս մեր կեսն է, լոգիկան է, աչը ավելի արվեստագետ կեսն է, իսկ զգայարաններից հենց հստակ, որ աչի վրա ավելի շատ բեռ ընկնում այդ երաժշտությունը, ստեղ ինչ է ուզում մի բան մտածել է ասել, քանի որ նայեք աչը նաև էմոցիոնալ հանգիստ ավելի ուրախության համար ավելի աչ նշակորիզա համալիրնա պատասխանատու քան ձախը, երաժշտությունը բազային միջոց է հանգստանալու։ Ցանկացած մարդ ունի ինչ-որ նախասիրություն երաժշտության ու զայրույթի պահին հենց ուղեղային այս մեխանիզմով ազդում է, քանի որ ավելի աչ կիսագունդ է դրվում, ավելի էմոցիոնալ հանգստացնող ալիքներ առաջացնում, քան թե զայրույթ ու վախ։ Նույնիսկ վախենալու երաժշտությունը, թե ռոքը, արտ, մեկը հանգստացնող ազդեցություն է թողնում։ Չգիտեմ, հետաքրքիր է, թե չէ, չեմ կարող ասեմ, նա դուք ասեք։ Ես։ Շատ։ Դե մի հատ հարցերը տվեք, ես ուզում եմ փակեմ, որ փորձեմ բանը, կիսեմ, ոնց պիտի փակեմ, բայց ինչ էի քննարկում իմ մեջքի հետևում։ Ես ասում եի շատ հետաքրքիր թեմա է, ուղղակի նաև մի քիչ վտանգավոր է, որովհետև մարդկանց մոտ խտրականություն է միանգամից առաջացնում, որ ասում ենք աչ կիսագունդը սրա համար է, ձախը սրա, որ աչ լիք է կեսա լավ լինում, ձախ լիք է կեսա լավ լինում, որ տղա է կեսա լավ լինում, որ աղջիկ է կեսա լավ լինում, սենց խառնում է, սենց ասած մարդկանց մոտ առաջանում է բնազդային խտրականություն, որ դու աղջիկ ես ուրեմն էս պիտի անես, տղա ես էս պիտի անես, աչ լիք ես էս պիտի անես, ձախ լիք ես էս պիտի անես, ոնց որ այն բանից է ստացվում, եթե բոյով ես պիտի բասկետբոլիստ դառնաս վիճակն է, էլի, բայց ոնց որ բայց ես կենսաբան եմ ուղղությունով, հիմա ինչ եմ հոգեբան դառնում, որ մի քիչ աշխարհայացքս փոխեմ, կենսաբանը շատ ասում այդ պետքաները, էլի, դե օրինակ չես կարող, չէ, ասես տղա ես, երեխա դու պետք է ունենաս, միանշանակ աղջիկը չէ կարող է հղիանալ։ Հիմա եթե սենց կոնտրոլ միանշանակ ու սենց չորով ընդունում ենք, ինչի չենք ընդունում, որ կնոջ ֆունկցիան մայրությունն է, բնության կողմից տված, տղամարդունը տիրությունն է։ Չգիտեմ, ես Տեր Հնազանդի կողմնակից եմ, կարող է այս շատ ստառամոդնի է հնչում, բայց մեկը ինձ համար այդ շատ կարևոր է, այսինքն հարմարման համար ինչ-որ սահմաններ կան, ֆենոտիպ կա, բայց գենոտիպի թույլ տվածի սահմաններում, էլի,
Այդ նույն ձեր ասած բասկետբոլիստը հիմա հա որ բոյով չի, այդ ինչ մի հատ ռիվոկ պետք է ունենա, որ գնա դառնա բասկետբոլիստ։ Բայց հակառակն է ավելի կարևոր էլի, եթե բոյովա չի նշանակում, թե ստիպես գնա բասկետբոլիստ դառնա։ Հա, բայց դե հիմա եթե բոյ չունի ու երազանքն է բասկետբոլիստ, չէ, ես էս մյուս կեսը ինչ որ չափով սահմանափակումներ կա օրգանիզմի կողմից։ Հիմա բնածին կույր, արի նկարիչ, չի կարող, չէ։ Այսինքն այդ 4 ծայրահեղացված օրինակները բերում են, որ իսկապես կան բաներ, որոնք հա, ինչ որ մեկը ավելի տաղանդավոր է մի հարցում, ինչ որ մեկը ուրիշ հարցում։ Բայց իհարկե ամենատաղանդավորը ում աչքն է ծաղներ զարգացած։ Դրա համար պետք է միշտ ինչ որ մի բան կավը ճմռել անընդհատ, էլի, ինչ որ մի բան պետք է տարածական արվեստի անել, որ ուղեղը զարգանա։ Այդ հենց աչքն է խթանում, հատկապես մաթեմատիկոսներ եւ ֆիզիկոսներ։ Մի քիչ շատ արվեստի հետ կապը պահենք, էլի։ Տեսեք, ինձ որպես հոգեբան ինչի էր ես շատ հետաքրքրում, արտ-թերապիան ոնց է օրինակ աստում։ Ես էլ շատ պսիխոգեն, էլի, հանգստացնող։ Օրինակ, ցանկացած մեկի համար, եթե ստացվում է ինչ-որ մի բան արվեստի մեջ, այդ հանգստացնող էֆեկտ ունի, ավտոմատ։ Նույնիսկ զայրույթի պորտկման պահին կարելի է վերցնել նկարել ու ինքը իրոք աչք կեսով բան կանել, այսինքն այս գիտելիքները պրակտիկ կիրառություն ունեն հոգեբանության մեջ։ Հիմա մյուս, հա, մեկ էլ հոգեբանության մեջ շատ կարևոր է բիլատերալ դրդմամբ մարդուն էմոցիա զրկել, ապրումա զրկել, օրինակ ասած, հա, EMDR, brain spotting, տես լիքը տեխնիկաներ կա, որոնք շատ հայտնի են աշխարհում։ Իրանք էլ են հենց երկու աջ ու ձախ կիսագնդերը միաժամանակ դրդելով կարողանում են տրավմայի միջից մարդուն հանել, որովհետև այդ ժամանակ ռեսուրսը դվայնոյ է։ Ուղեղը կատաստրոֆիկ ծույլ է, միշտ աշխատում է էներգիայի մինիմալ ծախսով։ Եթե իրան չբրդես, ինքը կդոդրանա, իր առաջացրած նեյրոնային ցանցով հա կպտտվի։ Իրեն պետք է մի քիչ բզել։ Հիմա երկու բառ ասեմ Դեվիդ Հյուբելի ու Թորստեն Վիզելի մասին։ Պրոստը այնքան լավն էր այդ պատահականություններ ընդգծում, թե ինչ կարգի պատահական են իրանք գյուտարել։ Իրանք ուսումնասիրում էին տեսողական վերլուծությունը հենց կոնկրետ այդ, թե ինչքանով է աչից գնում ձախ, ինչքանով է ձախից գնում աջ, ու իրանք ստացան Նոբելյան մրցանակը, որտեղ մինչև իրանց գտնում էին, որ ոնց որ աչքի վրա ստեղծված պատկերը ինչ որ ձևով արտատպվում է ուղեղի մեջ։ Իրանք ցույց տվեցին, որ մինչև ուղեղի տեսողական կեղև հասնելը այդ պատկերը մի քանի տակ փոխվում է։ Այստեղ էլ ուտրած սուբյեկտիվ է անկալումը, էլի, նույն պատկերը մեկի մոտ մի ձևով է անկալվում, մեկի մոտ մյուս ձևով, հա, նույն ասենք խնձորը մեծ էր, թե փոքր էր, ասենք այսօր բաներ կերած խնձորը, մեկի համար այդ մեծ էր, մեկի համար փոքր էր, նույնիսկ տենց թվում է, թե շատ օբյեկտիվ չափանիշ ոնց որ չափսն է։ Իրանք ինչն են հայտնաբերել, որ կատուների վրա էլի սենց ինչ որ կիսած մի աչքը փակած վիճակում, մի աչքն էին դրդում, հետո այն մյուս աչքն էին դրդում ու ուղեղից էլեկտրական ակտիվությունն էին գրանցում էլեկտրոդներով, տեսողական կեղևից, որի ուրիշ փորձ էին անում։ Մեկ էլ մանիտորը մի հատ էրոր է տալիս, մանիտորը սկսում է ինչ-որ մի հատ ստվեր գցել, սենց ոնց որ թերթել, հոսանքի տատանում ալնում, ինչ անում, տեխնիկական խնդիր է առաջանում, սենց էկրանի վրա անկյունագծային գիծ է սկսում գնալ։ Այն չգիտեմ, դե հիմա դժվար է մի քիչ պատկերացնել, բայց այն հին տելևիզորները անում են, ես հիշում եմ օրինակ, որ ասես գլխին խփում էին, որ դզվեր։ Այդ ինչ որ ալիք է մտնում մեջը, պատկերացրեք իրանք այսենց էկրանը, ուղղակյուն էկրանը ինդրել կատվի դեմը, կետ էին շարժում, այս կողմը աջ ձախ, այս կողմը, եկան իրանք նեյրոնները չէին, ոչ մի հաստատ չէին տալիս, ասում լավ, այս ինչու է տեսնում։ Ոնց որ դրել էին ամբողջ էկրանով այդ կետը, վերև ներքև ամբողջ էկրանով բարբերաբար շարժում էին ու լիքը նեյրոնների մեջ էլեկտրոդներ կային, որոնք չէին աշխատում։ Լավ, այս կատուն ինչու է տեսնում։ Եվ որ այսպես թեք, մի հատ այսպես թեք գիծ անցավ, կոնկրետ այդ նեյրոնները, որոնց մեջ էլեկտրոդներ էին, աննորմալ սկսեցին ազդակ գեներացնել, այսինքն շատ մեծ արագությամբ սկսեցին աշխատել։ Ու շոկի մեջ էին, հետո արդեն սկսեցին sense ինչ-որ գծեր գցել։ Ու ինչ հայտնաբերեցին, որ տեսողական կեղևում կան տես սյունակներ, որոնք եռաստիճան են։
ամեն մի փոքր ինֆորմացիա, իրան գրավում են միջինում 1-2 միլիմետր տեղ, տեսողական կեղևում, որ այդ սյունակներով, բարդ սյունակներով շարված երաստիճան համակարգեր են։ Առաջին աստիճանը պրոստը բերում է ինֆորմացիա կետային։ Երկրորդ աստիճանը իրար հետ շարժում է, իրար հետ կետերը միացնում է, երրորդը արդեն տարածական պատկերն է կառուցում։ Ու հայտնաբերեցին, որ կան նեյրոններ, որոնք աշխատում են մենակ, երբ որ այս մարմինը շարժվում է ձախից աջ։ Այսինքն կոնկրետ նեյրոնը պատասխանատու է շարժ բացահայտելու համար։ Եթե սա անշարժ, այդ նեյրոնը չի աշխատում, սենց է շարժվում, չի աշխատում։ Վերև ներքևը այդ նեյրոնը չի աշխատում։ Ինքը աշխատում է մենակ, երբ որ այս շարժվում է ձախից աջ։ Հետո ավելի խորացնելով իրանց հետազոտությունները հիմա հայտնի է նույնիսկ եթե համընթաց է շարժվում, մի խումբ նեյրոններ են ակտիվանում։ Եթե արագացման տակ է շարժվում, լրիվ ուրիշ։ Ու պատկերացրիք, չէ, այդ գծերը, այդ կետը իրանք սենց ոնց ասես շարժում են բանջերում, այս գիծը սենց էր անցնում։ Այդ գիծը, որ իրանք արդեն արհեստական սարքեցին սենց, այդ նեյրոնները չէին աշխատում։ Հորիզոնական այդ նեյրոնները չէին աշխատում։ Այսինքն այս կարգի մասնագիտացած են տեսողական նեյրոնները, որովհետև մենք աշխարհի 96%-ը ընկալում ենք արտաքին աշխարհի տեսողական զգայարաններով, չնայած ունենք 5 զգայարաններ, տակտիլը միլիոն տեսակ ունի, չգիտեմ դրանք ինչի մեկ բանով բանանում, հիմա կամաց գիտեք երևի տարանջատում են արդեն հպման զգայարանը մի հատ անվան տակ չեն ուզում էլի դնեն, ուզում են ավելացնեն զգայական մակարդակները, բայց ամեն դեպքում եթե կլասիկ համարենք 5 զգայարան ունենք, այդ 5-ից 96+% մենակ տեսողական։ Ինչի, որովհետև շատ կարևոր է հեռավորությունը ու հեռավորությունից կախված։ Այս մի հատ օրինակ էր էլի ընդհանրապես, պարզ է, որ կանաչ գույնի մի երանգից կոնկրետ մենակ ինչ-որ նեյրոններ կան, որ կդրդեն բացառապես ու միայն կանաչ գույնի այդ երանգի դեպքում։ Մի քիչ ավելի մուգի դեպքում ուրիշ, մի քիչ ավելի բացի դեպքում ուրիշ։ Այսպես level ոնց որ իրանք կարողացան հայտնաբերել, որ պատահական չի, այդ պատկերը ուղղակի չի արտատպվում, այդ պատկերը առանձին կետերով գալիս է ու նայած թե աջ, ձախ, էլի այդ կոմիսուրալ կապերը ոնց կվերլուծեն, ստեղի վերլուծածը նրան ոնց կանցնի, տեղի վերլուծածը նրան ոնց կանցնի, պատկերի մասին ստեղծվում է բացառապես սուբյեկտիվ ընկալում։ Ու իրանք էին առաջարկում այդ բանը, նախադասությունը իրանցն է, որ օբյեկտիվ պատկեր ճիշտ չկա, այդ պատկերները կան մենակ մեր ուղեղում ու ամեն մեկիս ուղեղում նույն այս բաժակը, ասենք, լրիվ տարբեր է, հա, ես որ նկարագրեմ իրան լրիվ ուրիշ կլինի, դուք նկարագրեք լրիվ ուրիշ կլինի։ Այս է հիմնական երկրորդ մասը, ինչի համար էս 3 գիտնականներին միացրեցին նույն Նոբելյան մրցանակի տակ, որովհետև ոնց որ առաջի դեպքում մակրո ցանցեր էին նեյրոնային, աջ ու ձախ ամբողջական կիսագնդերի մեջ նեյրոնային ցանցերն էին ուսումնասիրում, իրանք իրարին չեն տալիս ոնց են հաղորդակցում։ Այս դեպքում մի կոնկրետ օջախի տեսողական կեղևի, որը ծոցրակային բլթումամեր կեղևի, արդեն sense հորիզոնական շերտերով, հա, այդ նեյրոցանցերն էին փոքր, միկրոսկոպիկ նեյրոնային ցանցեր, այդպես էլ կոչվեց այս համակցումը, թե ինչի մեկ Նոբելյան մրցանակ տան, որովհետև բաներ մակրո ցանցեր անունը եղավ ու միկրո ցանցեր, նեյրոնային մակրո ու միկրո ցանցերի ասիմետրիայի բացահայտումներ, ֆունկցիոնալ ասիմետրիայի բացահայտում։ Այդպես, ընտրեմ հարցեր, եթե կան, ես կարճ կապեցի, հա։ Ասեք։ Տեսողության հետ կապված։ Օրինակ Կարանք համեմատենք ապարատի կամ կամերայի հետ, որը լույսը շատ վատ է անցալում։ Օրինակ մի բան գիշերը նորմալ դու տեսնում ես ու հեռախոսը չի տեսնում։ Ու կամ ենթադրենք կա շատ վառ կետ, հա, մթության մեջ ու շատ մութ կետ, մարդու աչքը կամ ուղեղը, չգիտեմ, ինքը sense բալանսավորված տեսնում է, էլի, բայց օրինակ որ հեռախոսով նկարես, ասենք եթե լույսը զգա բան sensitivity-ն ուժեղացնես,
ասենք այդ լույսը այն մութ տեղերն էլ է փակելու։ Հիմա ես այն որ մտածում եմ, ասում եմ կարող է ինքը ինչ-որ ոնց է հեռախոսը AI-ով այդ ամեն ինչը հետո դզում, կարող է ուղեղը այդ կեսը ուղղակի նկարում է, էլի, հենց տենց չի տեսնում, էլի։ Հա, ուղեղի վերականգնողական ֆունկցիան կոչվում է ռացիոնալիզացիա։ Ռացիոնալիզացիան կիսատ պատկերի ամբողջականությունն է։ Նայեք, sense փորձեր կան, օրինակ դաշնամուրա դրած, կեսը ծածկած է ինչ-որ կտորով, հա, շատ քիչ մարդ է նկատում, որ այդ դաշնամուրի կեսը ծածկած է, որտեղ ուղեղի, եթե հարցում ես, նկատում է խոսքը դրա մասն էլի, մտնի դուրս գա, հետո ասեն ինչ կա, դաշնամուր կար, բայց դաշնամուրի վրա բան կար, չէ, որովհետև դաշնամուրը այնքան իր համար ռացիոնալ պատկեր է, որ պատկերի կեսը չէ, պատկերի 70% ուղեղը ստեղծում է։ Եթե դրա մասին էր ճիշտ եմ ասում, նայեք, նույն կետաբոծներով տարերը, հա, եթե օրինակ պատկերացնենք, ոչ թե հոց գծով է գրած ատարը, այլ կետերով է գրած։ Մեկը առաջի հայացքից հոց կտեսնես, հա, եթե կետերը բավական խիտ են, հետո նոր կսկսես արանքները տեսնել, այսինքն ուղեղը լրացնում է բացակայող ինֆորմացիան։ Սրա մասին է վկայում տարերը, օրինակ, երկար բառերը, եթե առաջին ու վերջի տարերը ճիշտ տեղն է գրած, ու մնացած տարերը խառը խշտիկ, օրինակ զգեստապահարանը գրած է ԶԳ, ու էստապահը սաղ տարերը խառած է, վերջի ժանն էլ է ճիշտ գրած։ Մարդը կկարդա զգեստապահարան, եթե խմբագիր չի, որ հատուկ կոնկրետ տառասխալը կամ դասատուչի հայրենի լեզվի, հա, չի նկատի, որ տենց է գրած։ Այսինքն ընթերցանության ժամանակ էլ մենք հատ տարերը չենք կարդում, հետո կազմում բառ։ Տենց մենք աննորմալ շատ ժամանակ կծախսեինք։ Մենք միանգամից բառն ենք կարդում։ Տեսեք, շատ հաճախ լինում է, եթե ինչ-որ մասնագիտական գրականություն այդ բառերը չգիտենք, կարող է խառնենք բանը, հա, մեզ ծանոթ բառ կարդանք, հետո նոր ջոգենք, որ բայ, չէ, օրինակ հիմա իմ դասավանդման պրակտիկա ճիշտ ինուլին նյութ կա, որ ուսանողները երկրորդ կուրսի բժշկական ուսանողները սա ինսուլին են կարդում, գալիս են դասը պատմում, ինսուլին չի, ինուլին է, ասում, հա, մեզ թվաց տառասխալ է, նույնիսկ եթե տեսել են, բայց լիքը մարդ չի տեսել, որ ինուլին է, ուրիշ բան է, вообще ինսուլինը, ուրիշ է, հա, ու ինչ-որ ձևով ինսուլինը կարող են մտցնել այդ ինուլինի տակ, չգիտեմ ոնց էլի, տաղանդապես։ Էս էլ կա, հա, մենք էներգիայի խնայողություն է գնում, մենք վերականգնում ենք մտքերը, կռահում ենք մտքերը, լիքը բան մենք կռահում ենք, նայեք, խոսում է դիմացինը, եթե մենք չաշխատենք հատուկ մինչև վերջ լսելու համար, մենք մոտավոր են մնացած կեսը կռահում ենք, արդեն մեր պատասխանը ունենք, եթե հարց է տալիս, զուտ շնորհքի համար լսում ենք մինչև վերջ, հետո սկսում ենք պատասխանել, բայց շատ դեպքերում իհարկե տուժում ենք, որտեղ մեկը ասում է, օպս, վայ, ինձ թվում էր էսը իր հարցները, վсё, արդեն եթե մենք լրվեցինք, այդ նշանակում մեր ուղեղը արդեն այդ մեր ենթադրած հարցի պատասխանի վրա էր աշխատում, ու լեզվի ծերին էր արդեն, ինքը տեղ չունի էլ նոր ինֆորմացիան նորից մշակի, էլի, չգիտեմ, ճիշտ օրինակներով կարող եմ տեղ հասցնեմ ձեր հարցի պատասխանը, թե չի։ Հա, այդ կոչվում է ռացիոնալիզացիա, այն ինչ-որ չենք տեսնում, մենք կարիք ունենք բացատրելու, նույնիսկ անբացատրելի։ Աստծուն մարդկա տեսել է, ծմեր պապին մարդկա տեսել է, որտև այդ ուղեղի պահանջը, հալյուցինացիա է, իրականում այդ կարգի է, հա, կատարյալ մթության մեջ 40 վայրկյան հետո հալյուցինացիա է սկսվում։ Տեսեք, ինչքան ուղեղը կարիք ունի մի բան տեսնելու։ Իհարկե ոչ քույրի մոտ էլի տեսնող մարդը։ Ու կատարյալ մթությունը շատ արհեստական է ստեղծում, էլի բնության մեջ չկա կատարյալ մթություն։ Կատարյալ լռության մեջ ձայնային հալյուցինացիաներ են սկսվում։ Մարդը սկսում է արդեն անոթների սրտի զարկերը լսել, շնչառությունը, արյան հոսքը անոթներով, ականջները խշշում է, բան այդքան իջնում աշտեմերը, որտեղ ուղեղը փնտրում է, ուրեմն ինչ են, որտեղ են, ինչի համար է։ Սկսում է մի բանից կպնել արտաքին աշխարհը վերլուծելու համար ու շեմքերը կտրուկ իջացնում է, ֆենոմենալ է ուղեղը, շատ լավ է։ Ես այդ փորձի մտածում եմ, այդ փորձով եք բացատրելու եմ, որ մի հատ էլ փորձ կա, որ էլի կտրած կիսագնդերը մարդուն մի կողմը բահ են տալի ձեռքը, մի կողմը ցույց են տալի ձմեռ բան, հետո ինքը
մյուս կիսագունդը, որը տեղյակ չի, թե խիա բահը վերցրե, հարցնում են խի ես բահը վերցրե, արդարացում է գտնում, որ ինքը տեղյակ չի խիա բահը վերցրե, բայց իր համար արդարացում գտնում է, ասում է դե որ չգիտեմ ես ինչ անեմ, ու այդ կիսագունդը ինչ որ ընդ հավա ցույց տված, ասում է որ գոմը մաքրեմ, չգիտեմ, բայց ինքը վերցրել է, որտեղ ջուն է նկարած այն մի կողմում, որ sense Հա, դա հենց այդ հոգեբանական ու ֆիզիոլոգիական կոնֆլիկտներն են, էլի, մարդը ինքը իրան հորինում է, ու հետո հավատում է իր հորինածին։ Ինքը թարս էր նայում, իր ձենը կոշտ էր, բայց այդ իրան թվացել է, այդ իր վերաբերմունքն է, իր պրոյեկցիան է, էլի, լիքը հարաբերությունների խնդիրները տեղեցել են ծագում, որտեղ ուղեղը հետո ամեն ձև ուզում է ռացիոնալիզացնի իր միտքը ասածը։ Սենց բան կա, ասում է միտքը հաճախ կարող է սխալվի, էմոցիան երբեք չի սխալվում, էլի, էս էլ մի հատ լրիվ ուրիշ պատմություն է։ Հա, լավն է, չգիտեմ, ուղեղը լավն է։ Կարա լինի էլի, այսինքն եթե բան ինչ-որ ճյուղի ձեն ես լսում, ասենք ավելի, եթե հավանակ քո գեներն ինձ է, որ հավանական է դու մտածես եթե այրուց է, դաժե եթե այրուց չկա, փախնես, քան թե մտածես, որ քամի է, ասենք 100-ից մի դեպքում դու միշտ մտածես քամի է, քեզ կուտեն էլի ուղղակի, ու երևի տենց ինչ-որ ադապտացիա պաշտպանական ռեֆլեքսները, հա, անընդհատ պիտի կապի մեջ լինես արտաքին աշխարհի հետ, որ կարողանաս հարմարվես։ Այդ հարմարողական պահանջն է, զգայությունները on պահելը, էլի, հա, նույնիսկ եթե չկա բան, մեկը մենք ինչ-որ բան զգում ենք, մեկը ինչ-որ բան մոգունում ենք։ Նաև այդտեղից է գալի, չէ՞, սմայլիկները խի են սարքել, որտեղ մարդը հակված է, որ երկու հատ կետ է տենում լուսավոր, միշտ մտածում է, որ, չգիտեմ, կենթանի կամ մարդա դեմք է պատկերացնում, երկու հատ կետ է երբ որ տենում, որտեղ աստղերից երկու հատ կետը սմայլիկ ես պատկերացնում, որտեղ օգնում է այդ երևակայությունը, որ ամեն դեպքում զգուշ լինես, փախնես եւ այլն։ Հա, բայց տրամադրությունից կախված սմայլիկներ կարա ինչ ասես լինի, էլի, սենց էլ լինի, սենց էլ լինի։ Մեկ էլ կուզեմ ստե հավելեմ այս տեսողական մասով, որ շատ օգտակար է եղել ուղեղի ուսումնասիրությունը արհեստական նեյրոնային ցանցերի մեջ, երբ որ այս նկարները հասկանալու մոդելներն էին սարքում, նեյրոնային ցանցերը, նույն ձև բերել օգտագործել են այդ մեխանիզմը բուրգի նման, որ մտնում է նկարը ու գնալով բան է լինում, ամեն բան layer-ը հայերեն ոնց է, ամեն շերտում փոքրանում ասենց բուրգի նման նեյրոնային ցանց է դառնում ու երբ որ վերլուծում են, տենում են, որ առաջին շերտը ինչ որ գծեր է տենում, երկրորդ շերտը գծերի համախումբ է տենում, տեն երրորդ, չորրորդ գնում է, ավելի մեծ օբյեկտներ է տենում, չգիտեմ, նեյրոնները ակտիվանում են, երբ որ քիթ կա նկարի մեջ, երբ որ ումք կա նկարի մեջ, ու տենց բավականին այդ վիզուալ բանը, վիզուալ կոնտեքստում արհեստական ցանցերը ու մեր բնական ցանցերը բավականին նման են իրար։ Հա, մի հատ էլ փորձ էին արել, փորձ չէին արել, չէ, այսքան հայտնագործություն փորձ չէր այդ, նորածին երեխեքը ովքեր ծնվում են աչքի արտաքին ինչ-որ օրինակ խնդրով կամ ոսպնյակն է անթափանց դառել, ինչ-որ այտուցված է բանը, ու 3-4 օր եթե չեն տեսնում, տեսողական կեղևը լրիվ այլ ձևով է դասավորվում ու զարգանում ի սկզբանե։ Դրանից հետո իրանց պատկերները լրիվ ուրիշ են լինում, ասենք կարող է տասես գրիչը նկարի, ինքը օրինակ ենթադրենք պայմանական ասեք կլոր նկարի, էլի, բայց ինքը հարմարվում է տենց տեսնելը ունեցա, որ հետո ինքը հարմարվում արդեն համաչափությունը կորում է, էլի, աչու ծախ տեսողական կեղևների մեջ, որովհետև ի սկզբանե զարգացման համար դրդում է պետք է տեսնի, որտեղ աննորմալ շատ է գնում էլի նեյրոգենեզը մինչև նորածնի մոտ մինչև 7-8 օրական, հետո էլ մինչև 7 տարեկան դեռ գնում է նեյրոգենեզ ու սինապսագենեզ աննորմալ արագությամբ։ Այդտեղ կարող է բան լինի էլի անհամաչափ զարգանը։ Այդ կարգի վտանգավոր է նորածինը։ Ապագա հայ։ Երևի ապագա։ Իսկ հակառակը, օրինակ, այդ չգիտեմ, որ տարիքից է որ տեսնելով զարգանում է, հա։ Երեխուն դրա համար պետքա գույներ, չնայած ասում են, չի տեսնում, ինչ ենք այսքան գունավոր яркий խաղալիքներ անում, բայց այդ իրոք ունի էլի ֆիզիոլոգիական հիմք, բազմագույն, տարբեր գույներով խաղալիքներ է պետք երեխուն։ Այդ յուլան շատ կարևոր է, նույնիսկ եթե չի հասկանում, իրան ցույց տալ, իրան բացատրել շարժումները, բաները, էլի ժամացույցի հետ
սլաքի կտկտոցը բան, դրանք շատ լավ են զարգացնում։ Նույնիսկ հենց նորածնային շրջանում չէ մի ամսական երեխու չի խոսում, բան չի անում, մեկա զարգանում է։ Այսպես բաներ։ Շատ լավ, Արտաշրջան, էլ հարց չունես։ Ավարտենք։ Էլ չունեմ։ Շնորհակալություն։ Ես չի սպասում, որ սենց արագ է գնալու գործը, ճիշտն ասած։ Շատ արագ է։ Շատ շնորհակալ եմ։ Շատ հավես էր։ Ձեզ էլ մերսի շատ, մեր ժամանակի մեջ տեղավորվեցինք, ձեզ էլ ձեր գործերից չուշացրեցինք։ Հուսով եմ շատ մարդ կնայի մեր այս տեսանյութը YouTube-ում։ Մերսի շատ բովանդականից էր։ Բայ լսում եք, Սուսաննա ջան։ Շատ հաճելի էր։ Ձեզ էլ մերսի, որ լսեցիք։ Լավ եղեք։ Մերսի շատ, մինչ հանդիպում։ Տեսնենք։